Երկխոսության մի վեր։ Նախ ես պահանջում եմ այլևս չընդհանրացված հայտարարություններ չանել անպատասխանատու հայտարարություն։ Ես հասկանում եմ, որ դուք անընդհատ անպատասխանատու հայտարարություններ եք անում։ Մյուս անգամ դες բաներ չանեք ու չվիրավորեք մարդկանց։ 1. Երկրորդը, մեր պետությունը գաղտնի օրակարգեր չպետք է ունենա, այս հարցադրման կոնտեքստում ես պատասխանում եմ, մենք մի անգամից անելու ենք գաղտնի պահված 44-օրյա պատերազմի քննիչ հանձնաժողովի զեկույցը հրապարակվելու։ Մեր մի րոպե մի վարքյան, մեր անհայտ կորած զինվորների ընտանիքներն ու զոհվածների պետք է ստանան պատասխանները։ Դա առաջնահերթ խնդիր է, որ անելու Հարցի հերթը ձերն է։ Ում եք ուղում հարցը։ Շնորհակալություն։ Այս անգամ եկեք պարազիգման հարացույցը կոտրենք, որտեղ անդադ դարձել է Նիկոլ Փաշինյան եւ մնացած ուժեր հարց ու պատասխանի սենց շղթա։ Իմ հարցը ես տալիս եմ պարոն Թաթոյանին խորհրդարան անցնելու պարագայում։ Ձեր կարմիր գծերը խնդրում եմ նշեք, որ ուժերի հետ կոալիցիա կկազմեք, որ ուժերի հետ կոալիցիա չեք կազմի։ Շատ լավ, շնորհակալություն հարցի համար։ Առաջինը, այդ նախ կեղծ տեղեկությունները ցրելու համար, առաջին ամենամեծ հաստ կարմիր գիծը։ Մենք Նիկոլ Փաշինյանին եւ Նիկոլ Փաշինյանին երբեք չենք ընտրելու վարչապետ, ԿՊ-ն Հայաստանում չի կարող իշխանության վերարտադրվել։ Վերջ, մեծ վերջակետ։ Երկրորդը, մենք Ռոբերտ Քոչարյանին վարչապետ չենք ընտրելու։ Վերջակետ։ Երրորդը, Սամվել Կարապետյանը չի կարող լինել Հայաստանի վարչապետ սահմանադրական արգելքների պատճառով։ Եվ մենք առաջադրելու ենք իմ թեկնածությունը Հայաստանի ազգային շահերի ձեռնելով, բայց որոշումները կայացնելու ենք էլի Հայաստանի ազգային շահերի ձեռնելով համագործակցությունը հաշվի առնելով, եւ ամենակարևորը երբեք չի լինելու այնպես, որ մեր պատճառով իշխանափոխությունը տապալվի։ Բոլորին ասեցիք բարձի Նարեկ Կարապետյանը, Ես աս մնացած որոշումները դուք Պետրոս, այն ձեր մոտ եք այդքան տեսակ չստացվեց հիմա բերելեքստեր եք հացել։ Ես ռեպլիկայի Այո, դուք ունեք առաջնահերթություն առ։ Սամվել Կարապետյանի ուժի հետ կոալիցիան չեք բացառում։ Համագործակցությունը ես հստակ նշեցի կարմիր գիծը։ Մնացածը այո, քննարկվող հարցեր են։ Մի րոպե չհասկացա, եթե դուք պատասխան եք տալու, այս ինչա՞ չափավորեք ձեզ հələ։ Միա չափավորեք։ Այդ իշխանության վակխանալը որտես բնութագրում եք դրա մասը տես ճպճպում եք մեծ չափավոր։ Չի կարելի, չէ, Ես կասեմ։ Իր կարծիքն է ասում։ Կարծիքը վիրավորում, Իսկ ըստ իմ տեղեկությունների Նիկոլ Փաշինյանի ձախ թեկնածուն եք։ Դուք ստում եք։ Անջատեք պարոն Բաբաջանյանի միկրոֆոնը։ Պետության Փորձեք, Անջատեք պարոն Թաթոյանի միկրոֆոնը։ Չեղավ։ Պարոն Սիմոնյան։ Արնեք, դուք չեք լսվում եթերում, վերջ։ Պարոն Սիմոնյան, խնդրեմ, ձեր արձագանքը։ Սիրելի հայրենակիցներ, դուք տեսնում եք ներքաղաքական վախճանվող նախկին քաղաքական համակարգի վերջին ճիգերը եւ ես կարծում եմ, որ ունեք հնարավորություն ընտրությանը գնալու եւ փոփոխություններ իրականացրելու։ Մի վհատվեք եւ գնացեք փոփոխությունների, որտեղ մենք ժամանակ չունենք 5 տարի շարունակ կրկին տեսնելու նույն տրագիկոմեդիան, ռուսամետ, չգիտեմ ինչա մետ, ոչ մի փոփոխություններ, ճահճացած իրավիճակ։ Գնացեք ընտրությունների եւ կատարեք փոփոխություններ։ Պարոն Թաթոյանի միկրոֆոնը միացրեք, արձագանքեմ, սիրելի քաղաքացիներ, տեսեք ինչ է լինում, երբ մեզ կանգնացնում են արտաքին ուժերի ընտրության առաջ։ Բաքուն կամ Մոսկվան, Վաշինգտոն, Բրյուսել եւ այլն, առավելևս հիմա Բաքվի ու Մոսկվայի մասին է քննարկվում, մենք պետք է ընտրենք, թե ինչ է ուզում Երևանը, Գյումրին, Վանաձորը, Հայաստանը։ Իսկ ես լինելու եմ միայն Հայաստանի շահերով ղեկավարվող մարդ եւ խնդրում եմ քվեարկենք, որպեսզի այս վիճակից դուրս գանք։ Սպարտակ Գյուրեղյան, հետո Լևոն Զուրաբյան, խնդրեմ։ Այդ ինչ հետաքրքիր իրավիճակ է։ Պարոն Արտակ Սարգսյանը խոսում է, որ արցախցիները երբեք չեն ընտրել, ասում են հաստատ ընտրել են 96 թվականին, նույնիսկ ընդեղից ընտրված падգամավոր է եղել, ու ժպիտով կանգնած եք։ Падգամավոր եղել է, բայց չի եղել։ Ընտրությունի արդյունքում է եղել падգամավորը, ես շատ լավ դա գիտեմ։ Ուղղակի ժպիտով կանգնած եք, մի հատ չեք ուզում այս դահլիճում ձեր նոր տրված սխալ տեղեկատվության համար ներողություն խնդրեք։ Ես մենք հենց ձեր նման ընդդիմության ու իշխանության պատճառով ենք դարձել բոլորին դեմը, որովհետև դուք գալիս եք ոչ մի բանով չտարբերվելով անպատասխանատու հայտարարություններ եք անում, հետո ժպտում եք։ Նորմալ է ձեզ։ Դուք այս ժպիտով եք կառավարելու եք։ Դրա համար հնարավոր չի որ դուք անցնեք, որտեղ ժողովուրդը հասկանում է, որ մարդիկ անպատասխանատու հայտարարություններ են անում։
Աստեղից է սկսվում, պետք չի պարոն Մարուկյան մտածել, որ այստեղ հավաքվել են երկրի կարևոր փրկության հարցերը քննարկել։ 3 տարի падգամավոր եք եղել, չեմ տեսնում այդ փրկությունը մեզ։ 70 սերիայի Մենք եկել ենք ստեղ, մենք եկել ենք ստեղ հասկանալու համար, որ փոքր հարցերից է սկսում։ Ամեն փոքր հարցի պատճառով մի հատ ներողություն Սարգսյան, մի վարքյան ավարտի կարծրական չսպասեք։ Եղա, պարոն Քյուրան, լավ, վերջ, Զուրաբյան, Մարուկյան, հետո ձեզ։ Վերջ, չգիտեմ ինչն է բերել։ Երեք րոպե ավելացրեք։ Պարոն Սարգսյան, վերջ, պարոն Սարգսյան, վերջ։ Քանի ընտրություն անց է Արցախցին չի մասնակցել։ Բա ինչ կապ ունի այդ իմ։ Ինչ կապ ունի ասացել, դուք սխալ ինֆորմացիա եք տալի, հանգի ժպտալով։ Պարոն Քյուրան, հասկացանք, վերջ։ Ես չեմ ասում։ Պարոն Զուրաբյան։ Այս տարին են մասնակցելու, չգիտեմ։ Սիրելի ժողովուրդ, Նիկոլ Փաշինյանը երրորդ անգամ հայ Երեք ժողովրդին րոպեն էկրաններին։ առաջարկում է խաղաղության ծրագիր։ 2018 թվականին նա ասեց, որ կամրաբնդի զինադադարը եւ կպաշտպանի Լեռնային Ղարաբաղի ինքնորոշման իրավունքը, արդյունքում մենք ստացանք կործանարար պատերազմ 44 օրյա պատերազմը։ 21 թվականին նա խոստացավ մեզ խաղաղության դարաշրջան։ Հիմա այս թեման Արդյունքում մենք ստացանք երկու Պարոն պատերազմ։ Զուրաբյան, այս թեմայով Երրորդ անգամ հիմա ինքը առաջարկում է մեզ TRIP ծրագիրը եւ ես ուզում եմ մի հարց տալ մեր ժողովրդին, քանի անգամ կարելի է հավատալ սերիական ստախոսին, ամեն անգամ անջատեք Լևոն Զուրաբյանի խաղաղություն, բայց մենք ստանում ենք Դուք ձանից կզրկվեք մեր երկար։ Էդմոն Մարուկյան։ Սիրելի հայրենակիցներ, քաղաքական էգոիզմը քաղաքական ուժերի կարող է բերել նրան, որ Նիկոլ Փաշինյանը նորից վերընտրվի։ Դուք այստեղ տեսնում եք, որ քաղաքական ուժերը անդադար խոսում են իրենց վարչապետ դառնալու մասին։ Ես ուզում եմ ձեզ ասել, որ Լուսավոր Հայաստանն առաջարկում է կոմպրոմիսային վարչապետի ընտրելու համակարգ, ինչը նշանակում է, որ առաջադրված ուժերի առաջին համարները պետք է իրենց էգոիզմը դնեն մի կողմ եւ կոմպրոմիսային տեխնացուի շուրջ բանակցություններով ընտրեն կոմպրոմիսային տեխնացուին, որ ոչ մեկ բացարձակ իշխանություն չունենա։ Երրորդ ժամկետով ոչ մեկ չդառնա վարչապետ։ Նախ մի դիտարկում, այստեղ խոսում են, որ չի լինելու, այսինքն իրանք են որոշում, ժողովուրդն է որոշում իր ազատ կամ արտահայտմամբ ով որտեղ լինի եւ ժողովրդի իրավունքները ուզուրպացումը թույլ չենք տա։ Ես արձանագրում եմ, որ բանախոսները ուղղակի չեն կարդացել Ղարաբաղի հարցի բանակցային փաթեթը, ներառյալ պարոն Սիմոնյան, չեն կարդացել, չեն տիրապետում, խոսում են բաների մասին, որոնք գոյություն չունի։ Երրորդը, ասում են մեզ դնում են արտաքին ընտրությունների առաջ։ Այս մարդիկ են, դուք եք դնում արտաքին ընտրության առաջ։ Մենք արտաքին ընտրության առաջ կանգնած չենք, մենք կանգնած ենք մեր պետականության հիմքերի առաջ։ Մենք ոչ թե առաջարկում ենք խաղաղություն, մենք արդեն հաստատել ենք խաղաղություն եւ մենք ժողովրդին ասում ենք ժողովուրդ ջան գնացեք եւ տեն կանգնեք հաստատված խաղաղությանը։ Ինչ վերաբերվում է պատերազմին, ես էլի ուզում եմ ընդգծել 2016 թվականի 4-օրյա պատերազմը չի ավարտվել ոչնչով, 2018-ին էլ պատերազմ եղել, 19-ին էլ, 17-ին էլ եւ այնիշ տեղի է ունեցել այդ չավարտված պատերազմի շարունակությունն է եւ բոլոր առաջարկները, որոնց մասին ասում են, դա եղել է պետությունը Հայաստանին անկախությունից զրկելու ծրագիր։ Լևոն Բաղդասարյան։ Սուտ չի սա, արբանյակային լուսանկարներ։ Լևոն Բաղդասարյան։ Տեսել եմ պարոն Կարապետյան։ Իարգանք ձեզ, պարոն Թաթյան, քիչ առաջ հայտարարեցիք, որ ըստ էության նախկիններին մերժում եք ընդհանրապես, ներկաներից ասեցիք Քոչարյանը չի լինի վարչապետ, ցանկալի կլինի նաև շարունակեք, իսկ քոչարյանական ուժը, այսպես ասած, համագործակցելու եք թե ոչ, եւ հարցադրում նաև արվեց պարոն Նարեկ Կարապետյանից կուսակցության հետ կապված կներեք անունը մոռացա։ Եք կլինեմ ավելի բանով հիմնավոր ասեք, ում եք համագործակցելու կոնկրետ։ Ասեցի կարմիր գծերը, համագործակցությունը իհարկե չենք բացառում, բայց մենք կարծում ենք իմ տեխնացությունն է, որ այս վիճակում, մի րոպե, որ այս փուլում լավագույնս կարող է լուծել իրավիճակը եւ մենք ենք, որ այն կարողությունները վայթում ես որպես վարչապետի տեխնացու, որ իրապես կարող եմ արտահայտելով Հայաստանի շահերը, ունեմ եւ այդ կարողությունները եւ կրթությունը եւ փորձը, որ ստանձնել պատասխանատվություն եւ գնալ առաջ։ Այո, ես դա չբացառեցի։ Եղած կարմիր գծերի մնացածը, բայց մի րոպե, ազգային անվտանգության շահերից ելնելով եւ Հայաստանի, այո,
Բա կարող է ԿՊ-ի հետ համագործակցել։ Արման Բաբաջանյան, Նարեկ Կարապետյան։ Պատերազմի երրագլուխ կուսակցությունը եւ նրա պոչը։ Իա, բա Ալիևի պոչը։ Մի րոպե, մյուս անգամ ասեք թող չվիրավորի։ Ալիևի պոչը բա։ Վերջ։ Ալիևի էսա օգնությունը, պարոն Փաշինյան, Ալիևի օգնությունը 25 թվի որ տարածք է գրել։ Խաղաղությունը երջանկույն սպառնալիքի տակ է։ Մենք հանդիպում ենք մեր հայրենակիցներին, մեզ առաջադրված առաջին հարցը վերաբերում է անվտանգությանը։ Մարդիկ անհանգիստ են, որովհետև մենք միջև վերջ չենք կարողանում նաև անվտանգությանը սպառնացող այդ հիմնական անուն ազգանունը տալ։ Պուտինը սպառնում է Հայաստանի անվտանգությանը։ Այն բոլոր համաձայնությունները, որոնք կարող են Հայաստանին անվտանգություն ապահովել, տրիպը այսօր սպառնում է Պուտինը, որ հարավկովկասյան երկաթուղին դեմ է ընդհանրապես որպեսի մասնակցի այդ գործընթացին։ Ռազմաբազան ինքը տեղով սպառնալիք է, ական է մեր պետության հիմքում, այդ ռազմաբազան պիտի դուրս գա, հապկի վերաբերյալ քննարկում պիտի սկսվի, ԵԱՏՄ-ից մենք պիտի դուրս գանք, որտեղ այն ինչ որ հիմա արվում է, երեք էլ հայտարարել են, որ ադրբեջանցիներին Ադրբեջանի ապրանքներով պիտի փոխարինեն հայկական սահմանափակված ապրանքները, դրանից ավելի լավ պատճառ, որ մենք հիմա հենց հիմա գործընթաց սկսենք ԵԱՏՄ-ից դուրս գալու, էլ ինչ է պետք։ Շնորհակալություն Նարեկ Կարապետյան։ Խաղաղության գործընթացի շրջանակներում խաղաղությունը անխուսափելի է։ Այս իշխանությունը արդեն տվել է ամեն ինչ եւ Ադրբեջանի պետությունը չունի հասնելու որևէ բան, բացի Հայաստան-ադրբեջանցիներ տեղափոխելուց։ Խաղաղությունը կարող է լինել երկու ձև, հարգելի հայրենակիցներ։ Թույլ եւ ամուր խաղաղություն։ Թույլ խաղաղությունը ադրբեջանցիներով համեմված խաղաղությունը։ Այստեղից մի քանի տասնյակ կիլոմետր հեռավորության վրա Նախիջևանում 15 օրից տեղի ունենալու Օրդուբադում տեղի ունենալու արևմտյան ադրբեջանցիների վերադարձի ֆորումը, որի մասին մեր երկրի ղեկավարությունը ուղղակի մտահոգություն է հայտնում։ Մենք պետք է ունենանք ամուր խաղաղությունը, դա ադրբեջանցիների վերադարձի կանխարգելումով խաղաղությունն է, որպեսզի նրանք 10 օրից ավել մեր հայրենիքում չկարողանան լինել։ Դա բոլորիս է ձեռնտու, դա ձեր երեխաներին, մեր երեխաներին է ձեռնտու։ Վերջ, պարոնակ։ Ես պաշտոնապես ասում եմ ադրբեջանցիների վերադարձի թեմա Պարոն Փաշինյան, դեռ շրջաններ ունենալու են քննարկելու։ Մի րոպե։ Հիմա Արման Թաթյանը։ Ում եք հարցը ուղում։ Հարցը ուղում եմ Նարեկ Կարապետյանին։ 300,000 ադրբեջանցիների վերադարձի այդ թեման բավականին քննարկվեց եւ քննարկվում է։ Փաստ է, որ մեր երկրի անվտանգության առնչվող հարցը կխնդրեի ուղղակի մանրամասներով դուք բացատրեիք, դուք որտեղ եք տեսնում դրա վտանգները եւ լուծումները դրա։ Շնորհակալ եմ, պարոն Թաթոյան։ Ադրբեջանի նախագահ հայտարարել